Ես ամեն ինչ կանեմ, ուղղակի դուք կողքս եք, էլի։ Կլինի։ Գնացինք։ Չորացրու։ Հանգիստ, прижми края раны. Пинцетный горячий песпай, двоечник. Ляв, не спеши, ляв, подтяни. Ляв, лява. Ոնց է։ Ամեն ինչ նորմալ է։ Փոստորեն լովը չէր ստում, որ բժշկականն ավարտը։ Բնավ ոչ լավ նիժբարձության վրա էր։ Տենում ես ինչ ճիշտ մասնակցություն Անդրեյ, ընկերոջը փրկեց։ Ումա պետք է քո թուրքերենը։ Ապա կռլեն եկել է։ Լավ։ Արմ։ Արի վերջացրու գնանք տուն, հա մաման ամբողջ օրը վատ ա եղել։ Արի դու գնա տուն, Տիկոն քեզ կճանապարհի, ես ինչ չդուք։ Արի գնանք տուն։ Ասում եմ գնա տուն, Տիկոն քեզ կճամփի, նվերները մոտս է կբերեմ, ինչ չդու։ Կես ժամից կգամ ես։ Մտածեր, որ սրտին կգա։ Չէ։ Ես էլ։ Առավոտյան լավ արևոտ էր։ Դիք Արմենին համոզի թղթուն գա, հա։ Մի մտածի ամեն ինչ լավ կլինի։ Կասես ինչն եմ սխալանում։ Ինչի ես ինձ անընդհատ արհամարում։ Դուք այնքան հավատարիմ ու նվիրված եք իրար, որ մեկա թե ես ինչ եմ ուզում։ Ես գիտեմ ձեր այդ հիմար պայմանավորվածության մասին։ 3 ամիս, եթե Լևոնին չհաջողվի գրավել իմ սիրտը, կգա քո հերթը։ Բայց ինչ պայմանավորված։ Ոչ մի պայմանավորվածություն էլ չկա։ Ես չեմ սիրում Լևին։ Դժվար է ուղղակի դա հասկանալ։ Անով է այդ ամենը քեզ ասել։ Ուղղակի կորի կյանքիցս։ Աննաս։ Վդոն շատ լավ ընկեր է։ Մամ։ Մամա։ Ոնց անցավ։ Լավ, Դրան ձայնը լսեցի, Արմենն ուր է։ հեսա կգա։ Դու ոնց ես եղել։ Նորմալ։ Չզանգեց պապան։ Չէ, դե ատեսում վթար է, ամբողջ թաղամասում հեռախոսները չեն աշխատում։ Երբեք չի մոռացել ծննդիս օրը։ Ես անգամ էլ չի մոռացել։ Նվեր է ուղարկել։ Սաֆարյանը բերեց։ Դաշնամուրի վրա դրած է։
Ուղղակի ես նամակը բացել կարդացել եմ, ներիր։ Որը ձեռագիրը շատ էի կարոտել։ Իսկ աշխարհի ամենագեղեցիկ աղջիկն ինչի է լաց լինում։ Չեմ լացում։ Լաց ես լինում։ Տիգրանն է պատճառը։ Գիտես ով է իր ամենասիրելի գրական հերոսը։ Գետսպին, մեծն Գետսպին։ Տիգրանը միակ աշակերտս էր, որ Ֆիջերալդ բնագրով էր կարդում, հոյակապ թարգման ինչ կդառնա։ Գիտեմ, ինքը ուղղակի իդեալ է։ Գիտես Աննա, գուցե հիմա շատ կոմպլեքսավորված տղա է, բայց հավատա, սիրում ու միշտ սիրելու է քեզ։ Մի օր ամեն բանի կհասնի, ամբողջ հարցը նրանում է։ Դու կկարողանաս այդքան սպասել։ Չեմ ուզում խոսել իր մասին։ Արմենն եկավ, երևի շատ է խմած։ Սա ինչի բանալի չի վերցրել, հետը չեմ հասկանում։ Սաֆարյան, ներս արի։ Բա ասեցիր հետ ես դառնալու։ Բա ասեցիր հետ ես գնալու, Սաֆարյան, ինչ է։ Բարև ձեզ։ Տիկին Կլարա։ Ղարաբաղից են զանգել։ Տիկին Կլարա, գնդապետ Տեր Զաքարյանը։ Հրամանատարը հերոսաբա է սովել։ Ինչ ասեմ։ Հիմա ինչպեսի ցավակցական խոսքեր էլ որ հնչեն միևնույն է։ Ժամանակ է պետք։ Մենք ձեր կողքի կմնացենք։ Էդ ինչի ես ասել։ Աննային ինչի ես ասել։ Տիկ, հիմա դրա տեղը չի խոսելու։ Լեոնին պատմել ես։ Տիկ, սիրում ես չի Աննային։ Շատ։ Ես էլ։
Չես Մամա։ Մեկ Մամա։ մամ, Արմիրը կոմի։ Արյատ օգնի։ Սպաս, նստացրեք, գույշ դանդաղ։ Սպասի, փուլի տամ, Գնա ավտոխոդի դու Դիք բարդա չոքի մեջ։ Դեսի մեքենան գնա բան արա։ Համարյա ամեն օր Հարևան Հանրապետության կողմից զենքի տարբեր տեսակներից գնդակոծում են խաղապնակավայրերը, պատճառելով զգալի ավերածություններ։ Հետ ձերոնք հասան տեղ։ Հա։ Բանակցություններ էին սկսել։ Մերսի ապեր որ մնացիր մեր հետ։ Հա։ Շրջանի սահմանների անդրմախելիությունը ապահովելու համար այստեղ են եկել Գյումրիի ազատամարտիկները, Նորմալ ասա։ Մի անհանգստացեք, այս պահին կյանքին ոչինչ չի սպառնում։ Ուղղակի սիրտն է թույլ։ Նախ ինֆարկտային վիճակը, բայց նորմալ է։ Կտեղափոխենք Մոսկվա, ես պապայդ արդեն ամեն ինչ պայմանավորվել եմ մեզ մոտ։ Կվիրահատենք, մի քիչ ժամանակ կանցնի կլավանա արմ ջան։ Շատ չանհանգստանաս Սավոթանը, նորմալ կլինի, եղավ։ Այդքան ինքնաթիռով մեկնեինք էլ ինձ բանել չէր պատահի։ Հիմա տանջվելու եք անում։ Կլարացի ուզում եք պապանից խեղդի, Մամ դե Ալբերտ Լևոնը չհասել է ինքնաթիռ չկա։ կամ գնաց, կամ ավտոբուս, կամ ավելի ինքնատիպ։ Նավ։ Դուք չհոգնեցիք։ Չէ, նորմալ է։ Դու չո բենջիլ բիր Ադամսն։ Ինչ։ Չեք տեսնում մարդը տանջվում է։ Տիկ դու էլ վերջ դու քեզ մի օր խփելու են։ Կոշկովի հետ։ Շատ մենակ է ցավը կան։ Պապայի 7-ը կանցնի, ու հանգիստ տեղի ես ամեն ինչ նորմալ կկազմակերպ։ Հետո արդեն կգամ ձեր մոտ։ Հնարավոր է ձեզնից է շուտ հասնեմ։ Լավ։ Армянские анклавные села Гетешен и Шаумян сегодня в осадном положении. Единственная связь с внешним миром воздушная. Это в полном смысле слова дорога жизни. И то не всегда. По ней вертолетчики доставляют продовольствие, медикаменты. Բարև պապի։ Պաշոք դե։ Հիմա ինչ եմ արել։ Սառնանում ուտելու բան կա, եթե սովածը ստակացրուկ էր։ Останки Լսի, того պապ։ вертолета. Դու հաստատ 41 թվին գերմանացիների կողմից չես կռվել։ Ռադոտ քաշի։ В воздухе боевики Народного фронта захватили. Подвергают опасности своей жизни и воины советской армии. Իսկ կարող եք ձեր դժգոհություններն ավելի հստակ ձևակերպել, ընկեր Ադամյան։ Լեզվիդ մի տուր։ Ախրես լեզվաբան եմ, հա։ Դուրակ ես դու։ Պապի մայքյուն ամենաբարձրն էր համալսարանում։ Հա։ Դրա համար էլ գյուղական վարժապետ ես։ Պապիկ, դուք դեմագոգ եք։ Է։ Դու չէիր ասում, որ այդ ձևով բանակից կպլստաս։ Ապագա այդ մասին մտածիր, արա։ Դատախազությունը ինչ որ կուտակել է, շուտով կպրծնի։ Հետո մի տարի մնաց տանջվում ու վերջ։ Հետո կասեմ մնաց բարով գյուղ։ Դու կասկածում ես, որ լավ աշխատանք կգտնեմ։ 4 լեզու գիտեմ։ Լսի ցավդ բանը։ Իմ նախկին օգնականը Լենինգրադում լավ գործադեր է։ Արդեն խոսել եմ հետը։ Ես Հայաստանից չեմ գնա։ Դե գնա ուրեմն։ Դմնա շուրջտանեմ։ Թե կուզես արի մի հատ էլ հայ